Սիրված երգչուհի Սիրուշոն Instagram սոցիալական հարթակում կիսվել էր հուզիչ հրապարակմամբ։ Հոլովակում երևում է, թե ինչպես է որդին անակնկալ մատուցում մայրիկին։ Առաջարկում ենք դիտել հուզիչ հոլովակն առանց մեկնաբանության։ Կոշիկներին հետևի, բայց առաջինը մենակ մի հատը սաներին հետևի, հետո կոշիկներին։ Տեսաման է ստաղիկը, հոտ կաշի։ Միր, իմ համարը։ Հա։ Thank you, Mishka. Շնորհակալություն. I love you too. Ինչ ես որոշել ծաղիկ առնես։ Ուզում էի քեզ նվեր անել։ Մերսի շատ, բայց ինչի տենց մտածեցիր։ Էսլա։ Ինչի տենց մտածեցիր, մի հատ կասես։ Որտեվ դու ամենալավ մաման ես ուզում եմ քեզ նվեր անել։ Նշենք, որ երգչուհին վերջերս Instagram-ի իր էջում կիսվել էր տեսանյութով, որտեղ պատմել էր, թե ինչպես են ծնվում իր սիրային երգերը։ Միշտ չէ, որ բոլոր այն երգերը, որ ստեղծում եմ, իմ մասին են։ Ոգեշնչվում եմ ընկերներիս պատմություններով։ Եթե իմ մասին լինեին երգերս, ուրեմն ես ամիսը մեկ պետք է կամ բաժանվեի, կամ այդպիսի ինչ-որ մի բան։ Մի շրջան սիրային երգերը շատ էին, բայց դրանք սիրային տարբեր իրավիճակներ էին։ Ոգեշնչված էի ընկերներիս պատմություններից։ Մենք էլ այն տարիքում ենք, որ ամեն մեկն իր ոճով ճանապարհով էր անցնում։ Լսում էի իրենց պատմությունները, հետո այդ տպավորություններով նստում գրում էի։ Այնպես որ, եթե ունեք հետաքրքիր պատմություն, որ կուզեք կիսվել ինձ հետ, ես ձեզ որպես հոգեբան կարող եմ լսել և հետո երգի վերածել։ Հայաստանի երկրորդ նախագահի որդին, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը խոստովանեց, որ իր կինը երգչուհի Սիրուշոն ազդում է իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա և ոչ միայն։ Լևոնն ասում է, որ Սիրուշոն լավ երաժշտություն է սիրում և երբեմն խորհուրդ է տալիս իրեն, թե ինչ լսի։ Լևոնին նաև դուր են գալիս նրա կատարումները։ Չի կարող ասել, թե Սիրուշոյի առաջին և ամենահավատարիմ երկրպագուն է, քանի որ նրա երկրպագուների շարքում կան մարդիկ, որոնք իրեն չեն ների այդ խոսքերի համար։ Ոմանք ասում են, որ ես օգնում եմ նրան։ Դա շատ վիրավորական է, որովհետև այդպես չէ։ Նա այնքան ինքնուրույն է բոլոր հարցերում, այդ թվում ֆինանսական, գործնական և այլն։ Ես հպարտանում եմ նրա գործունեությամբ, ինձ դա շատ է դուր գալիս, ասել էր երգչուհու ամուսինը։ Լևոնը վստահաբար ասում է, որ իր կնոջ համար առաջնահերթ են ընտանիքը և երեխաները։ Նա հավատացնում է, որ երգչուհու հետ ընտանեկան կյանքն այնքան բարդ չէ, ինչպես պատկերացնում են շատերը։ Հաճախ ստացվում է համատեղել աշխատանքը, հանգիստը և ընտանեկան գործերը։ Լևոնն ու Սիրուշոն ծանոթացել են 2001 թվականի հունիսին ջրաշխարհում, որից հետո կրկին հանդիպել են Սևանում։ Մաֆիա խաղալուց հետո Լևոնի մոտ զգացմունքներ են ծնվել։ Քանի որ Սիրուշոն արդեն հայտնի երգչուհի էր, Լևոնին չի հաջողվել հաճախակի հանդիպել նրան, և նա ստիպված է եղել պարզել, թե որտեղ է Սիրուշոն, որպեսզի ճակերտավոր ասված պատահական հանդիպումներ կազմակերպի։ Ես անցել եմ ամբողջ ավանդական ուղին, որով անցնում են սիրահարված հայ տղաները։ Գնացել եմ նրանց դպրոց, մասնակցել հարաբերություններ պարզելուն։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա հասել ենք այս կետին, անկեղծացել էր նա։ Հիշեցնենք, որ երգչուհի Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն ընկերություն են արել դեռ պատանեկությունից, երբ քաղաքի բոլոր անկյուններում քննարկվում էին նրանց սիրավեպի մասին խոսակցությունները։ Սիրուշոն և Լևոնը հնարավոր բոլոր տարբերակներով փակ էին պահում անձնական կյանքը։ Միայն տարիներ անց նրանց պատանեկության տարիների լուսանկարներն առավել լայն տարածում գտան։ Սիրուշոն և Լևոնը ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին։ Նրանք այժմ ունեն 2 որդի և 1 դուստր։ Star News-ը սիրով Սիրուշոյի ինստագրամյան հարթակից առանձնացրել է ևս 2 հոլովակ, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։
Չէ, ոնց պետք է ասես։ Ցելի, խնդրում եմ մի արա։ Որի պետք։ Չէ, ոնց պետք է ասես։ Չէ, ոնց պետք է ասես։ Ցելի, խնդրում եմ մի արա։ Որի պետքները էգոնոսիչինեսինց սիրուն ես դու սինց սիրուն դորտիկեսինց սիրուն Sorry. Իսկ ես ջաջան ինչ անում։ Ուտում է։ Իսկ ես ջաջան։ Երգում է։ Իսկ ես ջաջան։ Կինոց անում։ Իսկ ես ջաջան։ Զազաց ես ավրորայ։ Ավրորայ նասկոլով։ Բայց ջոջան ով է։ Չարկա խալդը։ Ինչ անում ես ջոջան։ Դառնա բակադապլապու։ Էս ով է։ Ռասատկ։ Բայց Պրինց։ Պրինցը ինչ անում։ Չարկա խալդը։ Ուղղդում։ Բա ինքը ինչ անում Վարոնան։ Ո՞տ մի մացիոն։ Ո՞քի բոլորը գորշին դու։ Սովանը կարել։ Yes, ինքը ով է։ Մեն նկարի։ Ես քերի հետո վատ կանցնի, ռվացի կան։ Յենա։ Չէ, ոնց պետք է ասեիր։ Չէ։ Նա խնդրում եմ ցամես